Ուզում եմ դեպի մանկություն գնալ, ուզում եմ թռչել ու հասնել անցյալ, ուզում եմ ճախրել մայրական գրկում, ինչպես աղավնին խաղաղ երկնքում։ Բարի առավոտ իմ շատ սիրելի ընկերներ ջան, թող առավոտը լինի երջանիկ, առողջ, հաջողակ, ձեզ բոլորիդ ուրախ հաճելի կիրակի եմ մաղթում, իմ հարազատ դարձած հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, այս խմորը կոկ խմոր չի, ուղղակի ոնց որ փշուրներով հավաքեց, պատրաստեց գունդ, դրել ենք սառնարանը, հիմա բացում ենք և թխենք գաթա։ Խմորը և խորիզը բերել է աղջիկս իր հետ, այսօր հյուրընկալվում է մեր տանը իմ աղջիկը, թոռներս, ողջ ընտանիքը, իսկ հիմա պատրաստում ենք գաթան, լցրել է խորիզը և տարածում է։ Արդեն գաթան փաթաթեց, վրան քսում է ձվի դեղնուցը մի փոքր կաթով ծփած։ Տեսնում եք ինչ լավ դեղին է, տնական ձու է։ Հիմա կքսի, կվերջացնի և կկտրտի։ Նաշխեր է անում։ Հայկական գաթան է մեր, ասեմ որ մածունով սովորական գաթա է, ջրի գաթա չի, իմ լավ սիրելի հետևորդներ ջան։ Հիմա կտրտում է, տեսեք ինչ գեղեցիկ, հավասար, խորիզը ոչ թափվում է, շատ լավ խմորեղեններ է պատրաստում նաև իմ աղջիկը։ Տեսնում եք, թոռնուհիս ցույց է տալիս, թե ինչ լավ բարձրացել է և արդեն լավ կարմրել է մածունով գաթաները մեր հայկական, ափսոս որ խմորը չեմ կարող ձեզ ցույց տալ, բայց մի օր մանրամասը կգրեմ ձեզ համար, շատ ընտիր ստացվում է այս խմորով գաթան, փխուր, հավեսին գաթա է, ինքը իրենց տանն էր պատրաստել, խմորը և խորիզը բերել էր մեր տանը թխեց, տեսեք ինչ լավ ընտիր, կարմիր, անուշ գաթաներ եղավ, մեծ թոռնուհիս է նկարում, շատ, արդեն մենք սուրճի հետ փորձել ենք, ասեմ որ փխուր, չի չորանում ընդհանրապես այս խմորով գաթան, շատ լավ ստացվեց։ Հիմա խորովածի պատրաստությունն են տեսնում արդեն, աղջիկս հավն է համեմում, սկսել են բանջարեղենը խորովել, հետո կխորովեն արդեն միսը։ Բանջարեղենը խորովվեց, արդեն վերցրեցին, հիմա էլ խոզի միսը, կարտոֆիլը, հավը դրել են կրակին, տեսնում եք կարտոֆիլը ինչ լավ ստացվում է, տեսնում եք ինչ լավ կարմրում է խորովածը, սիրելիներս։ Սեղանն արդեն կամաց երեխաները պատրաստում են, հիմա խորովածն էլ պատրաստ կլինի, կնստենք դրսում մաքուր օդում, հանգստանանք, ուտենք, կխմենք, զրուցենք, իմ լավ բարեկամներ, ահա պատրաստ է արդեն, խորովածն էլ ենք քաշում, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, իմ հարազատ հետևորդներ ջան։ Սիրելիներս, հիմա Մարինկան և աղջկաս փոքր որդին, թոռս գնում են հավաբուն հավերին կերակրելու, վարդը տեսեք ինչ գեղեցիկ փաթաթովի վարդ է, ծաղկել է, այս գեղեցիկ կանաչապատված տեսարանով ցույց տալով գնում են մեր հավաբունը, հավաբունը ասել եմ գտնվում է ավտոտնակների կողքը հենց, բոլորը ավտոտնակներ են, տեսնում եք ինչպես մշակված է, բոլորը մշակում են, այս մասում, այս թևի վրա կառուցվում է տներ, իսկ աջի վրա տեսնում եք միայն հողամաս, որովհետև ամբողջ գյուղի կորյուղային խողովակները աջ կողմից են անցնում, չի կարելի տուն պատրաստել։
Ասի։ Չվախենաս թող գան։ Այստեղ 2 օրվա ձուն է հավերի, ունենք 22 հատ ածան հավ, լվացել է հարսը, շարի վեդրոն տանք աղջիկս տանի։ Սիրելիներս, տեսեք Մարինկաս մեր վարունգներն է ցույց տալի, ոնց է մեծացել, մի 10-15 օր չկա, բարձրացել է արդեն, թելերի վրա կապել է, բեղիկներ են տալիս, լավ ծաղկել է, կոկոմ է ավելի ճիշտ, շուտով կծաղկի, լավ ջրել են շլանգով, որպիսի լավ հագենա ջրից ու շուշ ջրեն, շուշուտ որ ջրում ես դեղնում է, կխախանեն և վերջ, այստեղ լոբիներն է ցույց տալիս, լոբիները քախանել են, նորից կթողնենք բավականին ժամանակ կմքանա, կջրի երկրորդ անգամ, նորից կբժարի, հենց որ լոբին ծաղկում է, այդ ժամանակ են շուշուտ ջրում, հիմա պետք չի շուշուտ ջրել, այստեղ էլ հիմա ցույց կտա ծաղիկները, շատ գեղեցիկ են իրիսները, սիրում եմ այսպիսի գույնի ծաղիկներ, ռոզվիները արդեն փչանում են, արդեն ծաղկել են, վերջանում են, շուտ ծաղկում է և թափում է իրիսը, շուտ է վերջանում իրիսի ծաղիկները, իմ լավ հետևորդներ ջան, իսկ հիմա Մարինկան ցույց է տալի պղպեղները, որոնք շորի տակ են, դուգայի տակ, ջրում ենք շլանգով, լավ առատ ջրում են, որ բավականին ժամանակ չեն ջրելու, տեսնում եք ծաղիկը ինչ լավ աճել է, վարխցին է, դուք էլ տնկեք, սիրելիներս, հաց ուտելուց, հանգստանալուց, հողամասում ման գալուց հետո երեխաներին որդիս տարել է լողանալու, կարիերա մեր մոտ կա, գեղեցիկ վայր այնտեղ լողանալու, այստեղ կայծեռ կա, նավ կա, կարող ես նստել, օգտվել կայծեռից էլ, նավից էլ, մարդաշատ է լինում, 15-ին բացումն է, խորովածել են անում, հատուկ տեղ կա պլյաժի, լողանում, պարկում են, հիմա երեխաները քանի անձրև չի եկել, մի հատ մտնեն ջուրը, դուրս գան, օրվա վերջում արդեն ուժեղ անձրև եկավ, ամպերը տեսեք ինչ մթագնել է, կայծակ, որոտ, հազիվ հասցրեցինք հավաքել, մտանք ներս, ոնց որ վեդրոյով թափեն, այնպես ուժեղ է գալիս, տեսնում եք, Մոսկվայում կարկուտ է եղել, շատ ուժեղ, ոնց որ ասֆալտը ցույց տվեցին, լրիվ սպիտակ, ձայն նման, ոնց որ ձյուն եկած լինի, տեսնում եք ծառերը ինչքան կանաչ է, շատ գեղեցիկ է, որ կանաչ ծառեր, ծաղիկ, այստեղ արդեն մայրամուտ է, 9:30 ճանապարհեցինք աղջկաս, այսքանով այս գեղեցիկ, հետաքրքիր հոլովակը ավարտում եմ, ստեսություն բոլորիդ, ձեզ բարի խաղաղ գիշեր և բարի դիտում, մինչ նոր տեսահոլովակ, ստեսություն։